Պատերազմը դա իրողություն է, իրավիճակ, այնպես ինչպես որ խաղաղությունը։ Այն բաները, քաղաքական ծրագրերը, այն մոտեցումները, որոնք խաղաղության ժամանակ անհնարին են թվում, ռազմական գործողությունների ժամանակ դառնում են հնարավոր։ Եվ հակառակը, այն մոտեցումները, որոնք որ պատերազմի ժամանակ անհնարին են դառնում, խաղաղության ժամանակ են հնարավոր լինում։ Պետությունները, որոնք որ հին ազգերի կողմից են կայացված եւ անընդմեջ պետական կառավարման համակարգ են ունեցել, միշտ օգտագործել են խաղաղության եւ պատերազմի հարացույցերը իրենց ազգային շահերը առավելագույնը սպասարկելու համար։ Մեզ հայերից պատերազմը դարձրել են վհուկ եւ ահաբեկում են պատերազմի միջոցով։ Բայց պատերազմը գործիք է, պետությունների ձեռքին չեք տեսնում ոնց են խաղում։ Իհարկե։ Ոնց են խաղում պատերազմ խաղաղություն հարացույցով ավելի ստանալու համար։ Ագրեսիվ քաղաքականությունը եւ միլիտարիստական մոտեցումները հարիր են համամարտկային համաշխարհային ընդդիմամարտությունների ժամանակահատվածում։ Դա այն ժամանակահատվածն է, երբ որ համաշխարհային կարգը խալխլված է, երբ որ աշխարհում խմորումներ են ծավալվում եւ պետությունները միմյանց նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն են վարում։ Խաղաղ իրողությունները, իրավաքաղաքական պայմանագրերը, փաստաթղթերը, դիվանագիտական կապերը, տնտեսական մոտեցումները ակտուալ են եւ արդյունավետ են լինում խաղաղ իրողություններում։ Այն է թե պատերազմների ավարտից հետո ձևավորված հաստատուն աշխարհակարգերում։ Օրինակ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ որ ՄԱԿ-ը հիմնվեց, արդեն աշխարհը մտավ խաղաղ կենսագործունեության մեջ, իրավաքաղաքական փաստաթղթերը եւ դիվանագիտական մոտեցումները դարձան արդիական եւ ակտուալ։ Բայց ով կենթադրեր, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դիվանագիտական կոմունիկացիաները արդյունավետություն կունենան, եթե ակտիվ ռազմական գործողություններ են ծավալվում բոլոր ռազմական թաթերաբեմներում։ Ժողովուրդները, որոնք ուզում են անկախ լինել եւ ունենալ սեփական պետությունը, այս աքսիոման պետք է հասկանան։ Ինչը կրկնվող բնույթ է կրում եւ ցանկացած դարաշրջանում կա։ Ինչի է մեզ համար պատերազմը մեր ենթագիտակցության մեջ նստած որպես աղետ միայն, բայց պատերազմը հին քաղաքակրթությունների եւ անընդմեջ պետականություն ունեցող պետությունների համար նաեւ հնարավորություն է։ Որտեղ մենք պետություն չենք ունեցել, բայց միշտ եղել ենք ռազմական գործողությունների թատերաբեմ, իսկ թատերաբեմները կորցնում են, պատերազմի կողմերը առավել եւս հաղթող կողմերը շահում են։ Պետություն չենք ունեցել։ Դրա համար բոլոր տեսակի հզոր տերությունները մեր վրայով իրար դեմ պատերազմ են արել, տուժողը եղել ենք մենք միակ, բացառիկ, անգամ պարտված կողմը այդքան չի տուժել, որքան թատերաբեմը, որը пассив կարգավիճակ ունեցող օբյեկտի կարգավիճակ ունեցող երևույթ է։ Մենք եղել ենք ըստ էության օբյեկտ, երկու սուբյեկտ իրար հարվածել են օբյեկտի վրա, մենք թատերաբեմն ենք եղել։ Դրա համար մեր ենթագիտակցության մեջ դա նստած է որպես միակ եւ անկասելի ու անբեկանելի անշրջադարձային աղետ։ Եվ այս աղետը մեր մեջ հոգեբանական խնդիրներ է առաջացրել։ Հիմա մենք ունենք անկախ պետություն, եւ այդ անկախ պետությունը կարա տարբեր իրողություններում իր ռազմաքաղաքական շահերը առավելագույնս հոգա եւ պաշտպանի իր հնարավորությունները, ընդլայնելով իր հնարավորությունները։ Մեր գլխին մահակ են սարքել պատերազմի հիմա էլ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ժողովրդին ահաբեկելով մանա գալիս, ասում են մեզ սպառնում են թե կկրակեն մեզ վրա, դրա համար ինչի ասես գնացել ենք ընդառաջ։ Այդպես ո՞նց կլինի։ Հետո միջև երբ։ Միջև այն դեպքը, երբ որ հայ ժողովուրդը հասկանա, որ Նիկոլ Փաշինյանը այլևս անելիք չունի եւ համախմբվի նոր քաղաքական ուժերի շուրջը, որոնք ունեն տեսիլ եւ պայքարելու կամք, նաեւ ունեն հնարավորություններ բացահայտելու Հայաստանի Հանրապետության պոտենցիալը բարձրացնելու ռազմավարություն եւ հնարավորություններ։ Մենք չենք պարտվել։ Հայաստանի Հանրապետությունը իր ամբողջ պետական ներուժով չի մտել պատերազմի մեջ։ Այն մարդիկ, ովքեր որ ասում են Հայաստանի Հանրապետությունը մտել է պատերազմի մեջ, գաղափար չունեն, թե պետությունը ոնց է մտնում պատերազմի մեջ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մուտք գործելը պատերազմի մեջ, դա դեռ չի նշանակում Հայաստանի Հանրապետության մտնել պատերազմի մեջ։ Դեռ զինված ուժերը Հայաստանի Հանրապետության պաշտպանական անվտանգային համակարգի 10%-ն է ընդամենը։ Կարամ բացատրեմ հիմնովի երկիրը երբ որ մտնում է ռազմական գործողությունների մեջ երկրի տնտեսությունն է մոբիլիզացվում ազգաբնակությամբ հանդերձ այդ դեպքում դուք ոչ թե 20000 50000 60000 թվականակի մասին կխոսեիք այլ 250000 300000 400000 կես միլիոնանոց մարդկանց մասին կխոսեիք դուք այդպիսի պոտենցիալով մտել եք խաղի մեջ ու պարտվել եք ձեռ եք առնում Իհարկե ոչ։ Զինված ուժերը մասնակցել է պատերազմին, այո, եւ պարտվել է։
Բայց Հայաստանի Հանրապետությունը ամբողջ պոտենցիալով չի մտել պատերազմի մեջ։ Հետևաբար որտեղից եք ասում, որ Հայաստանի Հանրապետությունը պարտվել է։ Հայաստանի Հանրապետությունը այդ պատերազմին բզբզացել է ու պարտվել է, չի մտել պատերազմի մեջ։ Իսկ Ադրբեջանը պոտենցիալով հանդերձ մտել է իր դաշնակիցներով, ռազմարդյունաբերությամբ, սուվերեն պետության վրա։ այո, պոտենցիալով ամբողջ երկրի ներուժով հարվածել է քո 10%-ին։ Իր 100% եկե խփել է քո 10%-ին։ Չեն ուզում հասկանալ։